պետք է մնալ իրականության մեջ։ Իրականության մեջ, աշխարհակաղակական տրամաբանության մեջ Հայաստանը իրոք իզոլացված է։ Դա քո իրականությունն է։ Դու այսօր իզոլացված ես եւ ունես հզոր ուժային կենտրոններ քո սահմանների վրա, որը քեզ համար թշնամական են, Թուրքիան, Իրանը չեմ ուզում ասել, թշնամական չի, բայց ավտորիտար է, չեզոք հնարավորությունները դեռ ունեն։ Խորացնելով իր հարաբերությունները իդեպ Ռուսաստանի հետ, այսօր էլ ինֆորմացիա եղավ, որ Միացյալ Նահանգների հետ այլևս չի ուզում բանակցությունների գնալ Իրանը։ То есть ունես ավտորիտար ուժային կենտրոններ, որը թշնամական է, Ռուսաստանը հաստատ թշնամի է, Թուրքիան հաստատ։ Այդ քո իրականությունն է։ Դու դրա մեջ ես։ Արդյոք այդ վիճակում հնարավոր է որ Հայաստանը մնա չեզոք։ Դա հնարավոր է, բայց դա ենթադրում է հզոր երկիր, որը ունի պաշտպանության եւ անվտանգության համակարգ, ռազմական ուժեր, որ իրան թույլ են տալիս պաշտպանել տարածքը, պաշտպանել պետական ինքնաշխատությունը։ Դա ուրիշ Հայաստանը։ Եվ ես հույս ունեմ մենք ման Հայաստան կկառուցենք, որ այնքան հզոր կլինի, որ թույլ կտա ճոխություն չմտնել որևէ ճամբար։ Այսինքն այնպես ինչպես եղել է Շվեդիան 200 տարի։ Շվեդիան ինքան հզոր էր ռազմական իր համակարգով, ռազմարտությունական համալիրով, ռազմական անվտանգության համակարգի կառուցված, որը կառուցված էր հողի մեջ, որ պաշտպանի Ռուսաստանի դեմ հիմնականում, որ ոչ մեկը չի համարձակվել Շվեդիայի դեմ պատերազմ սկսի։ Վերջի ժամանակին ինքը մտել է ՆԱՏՕ, որտեղ այդ տրամաբանությունը այս մեծ պատերազմի սպասող մեջ չի աշխատում, բայց որպես թեորետիկ մոտեցում դու կարող ես ման լուծում ունենալ ազգային, բայց այդ լուծումը պարտադրում է ուրիշ Հայաստան, հզոր ռազմական ուժերով։ Այդ ուղղությամբ ես հույս ունեմ, որ մենք կգնանք այդ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգն է մոտեցումն է եւ ողջ հայ ներուժը հավաքվում է այդ խնդիրը լուծելու համար։ Այդ ֆրեյմվորքը, այդ կոնցեպտը ձևավորված է վերջի 4 տարի, մենք դրանով զբաղվում ենք, բայց այդ ապագան է Գայանը, մենք այդ դասով չունենք։ Դու այսօր ստիպված ես եւ պարտավոր ես անել ընտրություն։ Արդյոք մենք կառուցենք այն Հայաստանը, հույս ունեմ 20 տարուց հետո կարող է դառնի։ Այսօր այդ հնարավորությունը չկա, պետք չէ կտրվել իրականությունից, մտնել ֆանտազիաների մեջ։ Եթե դու քեզ նայում ես որպես խաչմերուկ այս վիճակում, դա նշանակում է դու հազում ես պետական ինքնաիշխանությունը։ Այդ ժամանակ դու խաչմերուկ ես եւ քեզանից չեն հարցնում, ով է հանցնում այդ խաչմերուկները եւ երբ է հանցնում։ Քո շահերը, ազգային շահերը, պետական շահերը չեն հետարկում։ Եթե այդպես ես մոտենում, դու կորցնում ես ամեն ինչ։ Եթե ուզում ես պահպանես քո պետական ինքնաիշխանությունը, պահպանես Հայաստանը, պետությունը, դու պարտավոր ես անել ընտրություն։ Դու չունես նորից եմ կրկնում այն ներուժը, այն հնարավորությունները մնալ չեզոք, մնալ անկախ։ Լավ, մենք ասացինք, որ ընտրությունը ոնց որ թե արված է այդ ընտրությունը շրջված է դեպի Ռուսաստան, չէ, այս վերջի մնում է, ոչ թե շրջված է, մենք մնում ենք։ Մնում է շրջված կամ լավ։ Մնում ենք, որտեղ սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, հետսովետական Հայաստանը եղել է եւ մնում է եվրասիական պետություն։ Վերջին ձևակերպումն էլ հիշում եք Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի, եթե Եվրոպան մեզ չընդունի, եթե չստացվի մեր անդամակցությունը, ապա մեզ գոնե այս ռեֆորմները կմնան։ Այսինքն չի հաստատակամ կամ հաստատում, որ որոշում են դիմում գրել անդամակցություն եւ այդ ճանապարհով հաստատուն քայլերով գնալու են այսպես գեղեցիկ ձևակերպել։ Բայց չի դեկլարացիայից եւ օրենքից ոչ մի բան չունենք։ Իրականության մեջ մենք մնում ենք եվրասիական դեպքում ստացվում է արդյոք հարցնում եմ ստացվում է Հայաստանի անվտանգության ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտություն գնալ դեպի Եվրոպա, թե ոչ Հայաստան հույսը դրել է նրա վրա, որ Ռուսաստանին կհաջողվի հաղթահարել։ Գուցե Թրամփի միջոցով, գուցե Ռուսաստանը իր ներուժը ունի, չէ՞, Պուտինը ասեց, հələ թող փորձեն ռազմական տեսակետից ինձ կոտրել, չեն կարողանա։ Գայանը ես կասեմ, եւ Փաշինյանը հավատում է դրան։ Ես նորից կարող եմ կրկնել, ինձ համար Ռուսաստանը արդեն պարտվել է։ Մի քիչ ներեցեք ժպտում եմ, երբ խոսում եմ Ռուսաստանը կարող է հաղթի Եվրոպայի։ Ռուսաստանի տնտեսական հզորությունը Իսպանիայի բյուջետի
չի համեմատում, ավելի քիչ է։ Մտածել, որ Ռուսաստանը կարող է հաղթել եվրոպական երկրները, դա մի քիչ միամիտորեն է, կամ սպեկուլյացիա եւ տեղեկատվական պատերազմի գործողությունների հետևանքն է։ Ինձ համար Ռուսաստանը արդեն պարտվել է, որտեղ Ռուսաստանը 3 տարի է պատերազմի մեջ է։ Ուկրաինայի դեմ, ոչ թե Եվրոպայի դեմ, առաջատար երկրների դեմ, կորցրել է 1 միլիոնից ավել արդեն զոհված, զվերավորված զինվորներ, կորցրել է ահռելի մեծ քանակով ռազմական տեխնիկա, ենթակառուցվածքներ եւ այլ, եւ ընդամենը կարողացել է Ուկրաինայից վերցնել տարածքի 20%, ընդամենը 20%։ Եվ հասկանալի է այսօր ռազմական գործողությունների տրամաբանությունը ձևերը փոխվել է, դրանից ավել չի կարողանալու անցնել։ Շատ դժվար մեծ փոքր քայլերով մսաղացի մեջով փորձում է քայլ առաջ գնալ, կորցնելու ամեն ինչ։ Ինքը այնքան է արդեն կորցրել այս պատերազմի մեջ Ուկրաինայի դեմ, որ մտածել, որ այս երկիրը ուժային կենտրոնը կարող է գնալ եվրոպական ՆԱՏՕ-ի անդամների, ՆԱՏՕ-ի դեմ առանց Միացյալ Նահանգների, դաժե մտածեք դա միամիտություն է կամ խաբեություն է։ Իսկ Իրանի եւ այսօր Իրանը, Ռուսաստանը պատերազմը Թուրքիան եւ Իրանը, Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի դեմ, արդեն ունենալով որպես դաշնակից Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, ավտորիտար երկրները արդեն հավաքված են։ Եվրոպան, արևմուտքը չի կարողանում հավաքվել Թրամփի վարքի հետևանքով, այդպես ձևավորենք, հա, բայց մնացածը կամաց կհավաքվի, դաժե եթե հավաքվի, չհավաքվի, Եվրոպայի ներուժը, ռազմական ներուժը հերիք է կանգնեցնել Ռուսաստանին, բայց այդ նորից եմ կրկնում, այդ ճակետներով կարճաժամկետ մակարդակի վրա, եթե վերցնում եք լայնահեռակա նկարների վրա, այն կորուստները, դեմոգրաֆիկ կորուստները, տնտեսական կորուստները, որ տարել է Ռուսաստանը, արդեն պարտություն է գայան։ Ռուսաստանը երկար ժամանակ, մի 40 տարի չի վերականգնելու այս պատերազմի հետևից, եթե կարողանա այդ պատերազմը վերջացնել, որտեղ ես չեմ տեսնում ոնց կարող է այս պատերազմը վերջացնել, որտեղ Ռուսաստանը, Պուտինը այս պատերազմի հետ կապել է իր անձնական քաղաքական ապագան, եւ այս պատերազմը ամեն օր ահռելի մեծ ռեսուրսներ է վերցնում Ռուսաստանից։ Պետք է հասկանալ, որ պատերազմը բացի ռազմական կորուստներից, ահռելի մեծ տնտեսական, ֆինանսական կորուստներ են։ Պատերազմը միշտ եղել է եւ մնում է շատ ու շատ թանկ գործողություն, ռազմական պետական գործողություն, եւ ամեն օր պատերազմի Ռուսաստանին ավելի շատ է թուլացնում։ Եվ ուժային կենտրոնների, մնացած մեծ ուժային աշխարհակաղակական կենտրոնների դա ձեռք է տալիս։ Այս մսաղացը, որը Պուտինը կազմակերպել է սկսած Հայաստանում, Արցախի պատերազմից եւ որը շարունակում է Ուկրաինայում։ Դրա համար այստեղ ոչ մի լավ բան չի սպասում։ Արդյոք կարող է այս պատերազմները, փոքր ճակետներով ռեգիոնալ պատերազմները, եվրոպական պատերազմը, ուկրաինական, Մերձավոր Արևելքի, իսրայելական պատերազմը դառնալ ամբողջական մեծ համաշխարհային պատերազմ, այսօր ոչ մեկը պատասխան չի կարող տալ, եթե դուք ես հարգող փորձագետ ես, ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, որ այդպես զարգացումներ տեղի չեն ունենալու, բայց արդեն այսօր Ռուսաստանը մտնելու է համաշխարհային պատերազմի տրամաբանության մեջ ահռելի թուլացած։ Եվ դա իրականություն է, որը հայկական կողմը պիտի հաշվի առնել։ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի հասնելու Հայաստանի ինչ-որ ձևով օգնել։ Եթե այդպես մտադրություն ունի, բայց Հայաստանը Ռուսաստանի համամ եղել է եւ մնում է գոյաբանական, սպառնալիք եւ թշնամի։ Այս է պարադոքսը եւ որը մենք ունենք դիվանագիտական, քաղաքական դաշնակից, որը իրականում քո թշնամին է։ Եվ մեր իշխանությունները չեն ուզում լուծել այս խնդրը ի վերջո։ Որքան ժամանակ ունեն։ Ունեիք արդեն 5 տարի է անցել Գայանի։ Որքան դեռ ժամանակ ունեն մեր իշխանությունները Այդ ժամանակը շատ սպառնում է։ Սպառնում է իհարկե, որտեղ ոչ թե մեր ցանկությունն է կամ Ռուսաստանի ցանկությունն է, այս միջազգային անվտանգության միջավայրում զարգացող process-ների հետևանքն է կարող լինի։ Ոչ մեկը չի կարող ասել ինչքան մենք ժամանակ ունենք՝ մի ամիս, մի տարի, 10 տարի, չէ 10 տարի։ Դժվար է, շատ ասեցի։
Ոչ մեկը չի կարող նման երաշխիքներ տալ, որ այն վիճակը, որ մենք ունենք, չունենք լայնածավալ ռազմական գործողություններ, կարող է երկար շարունակվի։